Թալինի ագարակի կադրերն են ցույց տալիս ադրբեջանական պետական AS TV-ի եթերում ու պնդում է մեկնաբանը, թե դա արևմտյան Ադրբեջանն է։ Գոյություն չունեցող վերադարձի իրավունքի մասին է խոսում ադրբեջանցի լրագրողը Կիրակ Նորիա թողարկման ժամանակ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման մասին թեզեր առաջ տանում, հավատացնում, թե իրենք ուժ են հավաքում այդ օրվա համար։ Ադրբեջանագետները զգուշացնում են, հիմա ամենաթողության պայմաններում ամբողջ Հայաստանն է Ադրբեջան համարում Ալիևը։ Միայն առանձին վերջրած հատվածների մասին չի, երբ որ նախկինում Ալիևը ասում է Երևանը իբրև ադրբեջանական քաղաք է կամ չգիտեմ, Սյունիքը կամ Սևանը։ Խոսքը ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքի մասին է։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով Բաքվի քարոզչամեքենայի տարածած այս թեզերը միայն ներքին լսարանի համար չեն, ինչպես շատ հաճախ համոզում ենք մեզ։ Զավթողական շատ վտանգավոր նպատակներ ունի Ադրբեջանը։ Շատ հաճախ կարող են խափնվել արտաքին դերակատարների համար ականջահաճո իրենց ելույթներին, խաղաղություն կամ բարիդրացիության մասին, բայց եթե նայում ենք ներքին քննարկումներին, այդտեղ է արդեն պարզ դառնում, որքանով ադրբեջանական ղեկավարությունը ցանկանում խաղաղություն կառուցել։ Երբ Հայաստանի վարչապետը 2022-ին Պրահայում առաջին անգամ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, այդ օրից հետո է փորձագետների համոզմամբ Ադրբեջանի նախագահի մակարդակով շրջանառության մեջ դրվել, այսպես ասած, արևմտյան Ադրբեջան կոնցեպտը։ Իլհամ Ալիևի դեկտեմբերի 24-ի բավականին ծավալուն ելույթում ասում է, որ նախկինում կար Ղարաբաղյան հարց, մենք այդ թեման չէինք բարձրացնում, հիմա երբ այդ հարցը չկա, մենք արդեն կարող ենք այս թեմային նոր թափ հաղորդել։ Parlament tərəfindən qəbul edilmiş. Այսպես ասած, վերադարձի հարցն այնքան լուրջ է դրված թշնամի պետությունում, որ Միլի մեջլիսում անգամ պատգամավորներ կան, որոնք պնդում են, թե իրենք արմատներով Սևանից, Ջերմուկից, Արարատից, Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերից են։ Seçkilərin xüsusiyyəti ondan Նրանց տեքստերը գոյություն չունեցող իրավունքների մասին են։ Երբ դու որպես բանակցող ամբողջությամբ կատարում ես հակառակորդ կողմի առաջ քաշված պայմանները եւ ոչինչ չստանալով դրա դիմաց, ապա հակառակորդ կողմը, որը վտանգավոր եւ ագրեսիվ է, գնալով ավելի նոր հավակնություններ է ձևավորում եւ նոր պահանջներ է ներկայացնում, քեզ ավելի անկյուն մղելով։ Իբրև վերադարձի մասին բարձր խոսելով Ադրբեջանը հայերի հետ համակեցություն չի պատկերացնում։ Ադրբեջանագետներն ուզում են, որ սա շատ լավ հասկանանք։ Բաքվի բռնապետը Հայաստանն ուզում է առանց հայերի։ Ադրբեջանում հայերի մասին լավ խոսողները կամ շինծու գործերով են անցնում, կամ ուղիղ լրտեսության համար մեղադրվում են։ Խաղաղության մասին տեքստեր ասող Ալիևը օկուպացված Արցախում իր վերջին կարճ ելույթի ժամանակ 11 անգամ օգտագործել է թշնամի բառը հայերին ուղված։ Գայանե Մովսիսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։